երբեք կապ չունի ինձ համար, թե ես ինչ բեմերում եմ երգել, ինչքան մեծ դահլիճներում եմ ելույթ ունեցել, այս փոքր եւ մտերմիկ մթնոլորտը ոչ մի բանի հետ հավատացեք չեմ փոխի եւ անչափ հաճելի, երբ որ այսպես ձեզ բոլորիդ տեսնում եմ եւ հատուկ ձեզ համար ամեն մեկիդ համար առանձին երգելու եմ այսօր ու այդ էմոցիաները երբեք ոչ մի բանի հետ չեմ փոխի։ Ազգային ժողովրդական աշուղական Զուլալ Մեղեդիները դարձյալ լցնում են ժողնվագարանների համերգասրահը։ Հոբելյանական տարվա համերգային ծրագրով արդեն հարազատ դարձած բեմում ու հանդիսատեսի համար իր քաղցր ձայնով երգերի ընտրանինը ներկայացնում երգչուհի Մոնիկա Նազարյանը։ Ամեն երեկո, ամեն առավոտ չամփիդ կսպասեմ յար բաբագու կարոտ։ Ժողովրդի շնչով ու լեզվով ծնված երգերը Մոնիկա Նազարյանը կատարում է գեղեցիկ մեղեդայնությամբ։ Նա գիտի ինչպես ուզել հանդիսատեսին, խոսել նրանց սրտի լարերի հետ։ Հայ երգի ու երաժշտության նվիրյալներին ներկայացնելու կարևոր հարթակ է Գյումրիի ժողովրդիկների պետական նվագախմբի բեմն ու դահլիճը, որը միշտ լեփ-լեցուն է հայ երգը սիրով ունկնդրող եւ հաճախ կատարողների հետ համահունչ երգող հանդիսատեսով։ Երկրորդ անգամ համերգային ծրագիր ենք ներկայացնում, պատահական չէ, քանի որ առաջինը շատ տպավորիչ էր, շատ մեծ ապրումներ ու էմոցիաներ եմ ունեցել։ Սա իր գույնը ունի, սա իր տեսակը ունի եւ յուրահատուկ շփում է հանդիսատեսի հետ։ Վայելում է հանդիսատեսի համակրանքը, կարելի ասել Մոնիկայի համերգային տոմսերը վաճառվել է մի քանի օրվա ընթացքում։ Հարուստ մեղեդայնությամբ ու նվագարանների վարպետ կատարումներով ժողովրդիկների պետական նվագախումբն արդեն 40 տարի որպես հայ երգի ու արվեստի դեսպան յուրովի ներկայացնում է հայկական մշակույթը։ Նվագախմբի ստեղծագործական ուղին հիմնված է ժողովրդական ակունքների մաքրությանը պահպանելու եւ միաժամանակ դրանք պրոֆեսիոնալ մակարդակում ներկայացնելու վրա։ Սայաթ Նովայի, Ջիվանու, Շերամի, Հավասու եւ հայ մյուս մեծանուն աշուղների ստեղծագործությունները երգչուհուն հավասար դահլիճում երգում էին թե մեծերը, թե փոքրերը։ Պարերքերի ժամանակ պարում ու ուրախանում։ Շատ կարևոր ուրեմն երկու գործառույթ ունենք՝ ժառանգության պահպանությունը եւ դրանց զարգացումն ու հանրահռչակումը։ Եվ այստեղ շատ մեծ խորհրդանիշ ունենք Գյումրիում, հենց մեր արվեստների եւ ավանդական երաժշտությունների արհեստների քաղաքում ունենալ այդպիսի նվագախումբ, ուղղակի խորհրդանշականից անցել ենք նաեւ դեպի գործնական աշխատանքի եւ շատ եմ կարևորում, որ իրենք հողից, ջրի եւ այս մարզի եւ այս քաղաքի ուրեմն այդ կոլորիտը եւ գույները հաղորդում են իրենց երաժշտությանը։ Անսամբլին մաղթում եմ ել ավելի երկար տարիների կյանք, շատ մեծ հաջողություններ, միշտ այսպես հաճելի համերգների շրջանակներում հանդիպենք, քանի որ նրանք նույնպես մեծ գործ են անում մեր ազգային ժողովրդական երգի եւ մշակույթի համար, պահպանման համար եւ պրոպագանդման համար։ Կարեն Մայլյանին բրավո, Տիկին Խաղցրիկյանին բրավո։ Նվագախմբի համերգներին ճանաչված կատարողների հետ բեմ են բարձրանում նաև Շերամ ազգային երգեցողության ստուդիայի սաները, որոնք ապագայում լինելու են հայ երգի արժանի կրողներն ու շարունակողները։ Իսկ սիրելի հանդիսատեսի համար Մոնիկա Նազարյանը անակնկալ էր պատրաստել։ Հենց այս բեմում կայացավ նրա «Սիրեք մայրերին» նոր երգի պրեմիերան։ Աշխարհի մեջ մի հատ ես, մայրին սիրելի։ Գյումրիի ժողովրդիկների պետական նվագախմբի հաջորդ համերգը նվիրված կլինի երեխաների պաշտպանության օրվան։ Նվագախումբը հանդես կգա բացառիկ համերգային ծրագրով։ Հայկական եւ արտասահմանյան մուլտֆիլմերի ու ֆիլմերի հայտնի սաունդթրեքերն ու երաժշտությունները կհնչեն ազգային նվագարաններով։ Կախարդական Մեղեդիներ համերգային ծրագիրը կկայանա հոկտեմբեր կինոթատրոնում, իսկ հոբելյանական տարին նվագախումբը կամփոփի մեծ գալահամերգով սեպտեմբերին։ Հասմիկ Թոմասյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն